Ողջույն, այսօր փետրվարի 20-ին լրանում է Արցախյան շարժման 38-ամյակը։ 38 տարում մենք հայ ժողովուրդը անցել է հսկայական ճանապարհ, ստեղծել է շարժում, անցել պատերազմի միջով, ազատագրել հազարամյակների հայրենի հողի մի մասը, ստեղծել երկրորդ հայկական պետությունը, բռնել է անկախության միջազգային ճանաչման ճանապարհը, վերակառուցել պատերազմից քանդված երկիրը, զարգացրել, կայացրել պետական ինստիտուտները, հետո իշխանության բերել անհասկանալի արմատներ ունեցող խմբակի ու այդ ամենը վարի տվել։ Եվ այս բոլորը 38 տարում։ Ազգը պայքարով կերտեց հաղթանակ, հետո եկավ մի խումբ, որը որևէ կապ չուներ այդ հաղթանակի հետ ու սաղ վարի տվեց։ 50 տարեկանում մարդամեկը սկսել է հայոց պատմություն կարդալ։ Դա խնդիր չէ, մարդկա 70 տարեկանում է կարդում, իսկ շատերը ոչ էլ կարդում են, բայց ցավն այն է, որ երկրի փաստացի ղեկավարողն է իր երկրորդ ժամկետի վերջում ծանոթանում իր ժողովրդի իր երկրի պատմությանը, բայց որ կարդալով գա հասնի 2020 թվական, կտեսնի, որ հայոց 5000-ամյա պատմության մեջ եթե կա 5 հատ սև բիծ, մեկը ինքն է։ 3 փետրվարի 19-ին Վաշինգտոնում տեղի էր ունենում Խաղաղության խորհրդի նիստ։ Մասնակցում էր նաև Փաշինյան-Ալիև զույգը։ Բնականաբար Թրամփը էլի նրանց անունը տվեց ու բնականաբար զվարճալի իրավիճակում։ Տպավորություն եմ ստացել, որ այդ մարդկանց Թրամփը միշտ դիտարկում է որպես դեկորներ։ Նրանց հրավիրում է իր ձեռնարկներին մասնակցելու իր անձնական PR-ի համար։ Միշտ հրավիրում է, որ ասի. Ես կարգավորել եմ 9 հակամարտություն։ Ուրեք, հələ մի հատ հելեք, գրկեք իրար, դուք արդեն աղբերներ եք։ Ոչ երկրների անուններն եմ հիշում, ոչ ձեր անուն ազգանուններն եմ հիշում, բայց հələ մի հատ թափով հելեք, գրկեք իրար։ Ու այդ իբր 9 կարգավորված հակամարտությունից ամենաչկարգավորված հակամարտության մասնակից Փաշինյանն ու Ալիևը գրկում են իրար։ Սա պետական բյուջեն սարքել է ավիաբենզին ու հյուրանոցի ծախս, շրջագայության փող ու թռնում է անիմաստ ձեռքսեղմումների։ Այս անգամ Ալիևի հետ ձեռքսեղմոցին փետրվարի 19-ին էր, 22 տարի առաջ նույն օրը Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը կացնահարեց հայ-սպա Գուրգեն Մարգարյանին ու արժանացավ Ադրբեջանի ազգային հերոսի կոչման։ Այդ հայոց պատմությունը, որ դա կարդում է, այդ բաժինին էլ կհասնի, եթե դեռ չի խմբագրել։ Թրամփը եւս մեկ անգամ հայտարարեց, թե մեկ օրում հակամարտությունը կարգավորել է, սաղ զարմացել էին, այդ չարաճճի Փաշինյան-Ալիևն արդեն մտերիմներ են եւ այլն։ Սրանք էլ հաստատեցին, բայց ելի չհասկացանք, թե ինչն է կարգավորվել։ Համաձայն միջազգային իրավունքի որևէ հակամարտություն չի կարող համարվել ավարտված, կարգավորված, եթե կան գերիներ։ Գերիների վերադարձը խաղաղության գործընթացի կարևոր պայման է։ Ալիևը 2 օր առաջ ասաց, որ վերադարձնելու միտք չունի, ցմահ է դատել, 20 տարվա ազատազրկման է դատել։ Եթե գերիներին հանձնելու միտք չկա, ուրեմն չկա նաև հակամարտության, խաղաղության միտք, դա էլ չի լինելու։ Խաղաղության ամենակարևոր ատրիբուտներից մեկը տարածքային հարցն է։ Եթե մի երկիր վերահսկում է մյուսի տարածքը, ուրեմն չի կարող լինել խաղաղություն։ Այսօր Հայաստանի տարածքի մի մասը հսկում է Ադրբեջանը, ու այդ խաղաղության խորհրդի միջոցառմանը նստած երկրների համար կարծես մեկ լինի, որ խորհրդի անդամ երկրներից մեկը խորհրդի անդամ երկրներից մյուսի տարածք է մտել ու գրավել ու պահում է գերիների։ Խաղաղության պայմանագրով ով ինչ տարածք է վերահսկում։ Ադրբեջանը վերահսկում է Արցախը, վերահսկում է Տավուշից տարածքներ, Վայոց ձորից տարածքներ, Գեղարքունիքից տարածքներ, Սյունիքից տարածքներ, սաղ վերահսկում է։ Միջազգային իրավունքում ամենակարևորներից է փախստականների ճակատագիրը, 150,000 մարդուն, որ իրենց տնից հանել եք, սարքել թափառական, ինչ է լինելու իրենց հետ։ Խաղաղության կարևոր պայմաններից մեկն էլ երաշխիքն է։ Խաղաղության միջազգային չափանիշներից ընդամենը մեկն է առկա մեր մոտ։ Չեն կրակում, բայց եթե մյուս պայմանները չկան, դա ընդամենը դադարեցված պատերազմ է, ժամանակավոր հրադադար։ Թող հիմա որևէ մեկը գնա Բակո Սահակյանի ընտանիքին, Ռուբեն Վարդանյանի ընտանիքին, Արկադի Ղուկասյանի ընտանիքին, Դավիթ Մանուկյանի ընտանիքին, Դավիթ Բաբայանի ընտանիքին եւ մյուս բոլոր գերիների ընտանիքներին ու ասի.
գիտեք, խաղաղություն է, բայց ձեր հարազատները մնալու են Բաքվի բանտերում, ձեր ճակատագիրն էլ անհայտ է։ Թող մեկն ու մեկը այս իշխանությունից գնա Շորժայում բնակվողներին, Ջերմուկում բնակվողներին, Սյունիքում բնակվողներին ասի, գիտեք ինչ, խաղաղություն է, բայց ադրբեջանցիները մեր տարածքներից, ձեր տարածքներից դուրս չեն գալիս։ Գնացեք Սյունեցի այն պապիկին, որ իր սաղ անասուններին վաճառել է, որովհետև արոտավայրերը թշնամու հսկողության տակ են, չի կարողանում պահել։ Գնացեք, ասեք, խաղաղություն է։ Ամբողջ ՔՊ թիմով գնացեք մարզեր, սաղ ժողովրդին համոզեք, թե խաղաղություն է, բայց Ալիևը մեր տարածքը անվանում է Արևմտյան Ադրբեջան ու սպառնում է, որ պետք է գան մեր տներում ապրեն։ Ասեք, որ խաղաղություն է այն, որ մեր շահերը ոտատակ տալով մեր երկրի մի հատված դարձնում են Թուրքի միջանցք։ Ադրբեջանն ազատ ելումուտ է ունենալու, հայի չի հանդիպելու, այդ տարածքով ուզի զենք կտանի, ուզի զորք կտանի։ Մարդկանց համոզեք, որ նախորդ տարի Ադրբեջանը միայն մեկ տեղից, Իսրայելից 60 ինքնաթիռ զենք է բերել խաղաղությունը տոնելու համար։ Ժողովուրդ ջան, երբ նայում ես ինչի միջով ենք անցել ու ինչ ենք ստացել, դառնում է հետևյալը. հանձնել են Արցախը, հանձնել են, տվել են 5000 զոհ, 12000 վիրավոր, 150,000 փախստական, Հայաստանի տարածքից ավելի քան 200 քառակուսի կիլոմետր գյուղեր, արոտավայրեր, լիճ ու այս ամենի դիմաց ստացել են հրադադար։ Խախտել են հրադադարը, այս սաղ հանձնել են ու էլի ստացել են հրադադար։ Նիկոլի ղեկավարման ամբողջ 8 տարվա իմաստը հենց էսա։ Կարճ ասած, ասում է Վաշինգտոնից Հայաստանը վերադառնում խաղաղության ավելի մեծ վստահությամբ։ Վաշինգտոնի հանդիպման իմաստը, որքան գիտեմ, Գազայի վերականգնումն էր, ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները։ Սա ընդհանրապես գովազդային դադար էր։ Եվ ուրեմն, եթե վերադառնում է Վաշինգտոնից ավելի մեծ վստահությամբ, որ Գազայում խաղաղություն կտիրի, ուրիշ հարց է։ Բայց եթե խոսքը վերաբերում է Հայաստանին, ապա հարցնեմ. Նիկոլը 2018-ին պակաս խաղաղության զգացում ուներ բոլորովին։ Այն ժամանակ անգամ Ալիևին սպառնում էր մրթին հասցնել։ Իսկ 2021 թվականին պակաս վստահություն ուներ խաղաղության։ Չէ ինչի, հələ ծրագիրը կարդացեք, հələ ելույթները վերհիշեք, կատարյալ վստահություն։ Նույն վստահությունը ունի նաև 2026 թվականին։ Ստացվում է նույն բանը 3 ընտրության անընդմեջ ծախում է ժողովրդի վրա։ Այն Աջափնյակի մետրոյի ու քանդվող ասֆալտի նման։ Երրորդ ժամկետի հայտ ներկայացնում է նույն փտած խոստմամբ՝ խաղաղություն 3 հատ պատերազմի միջով անցկացնելով։ Պատրաստ է ժողովուրդ ջան իրար հետևից մի քանի պատերազմ բերացի խաղաղության խոստմանը։ Ես որ պատրաստ չեմ։